ես իմ բնությանս մասին որ շատ լավ գիտեմ, ես գիտեմ էլ ով կարա տիրոջի իմ փրկության մասով խանգարել, դժվար թե սատանան էլ կարա խանգարել, սատանային տերս հաղթել է խաչի վրա, մնացել է մեկ որ խանգարի այդ ես եմ, դրա համար աղոթում ու խնդրում եմ տիրոջներ օգնի չխանգարեմ իրան, այն դաժե դեպքում է որ իրա պարկից են խոսել, ուզում եմ ներկայանան վերականգնողական կենտրոնից ենք ու ուզում եմ շատ կարճ համառոտ ասեմ, որ հասկանանք ինչ է վերականգնողական կենտրոն, շատ-շատերի մոտ որ լսում են բռնվածությունով մարդիկ են մեր մոտ, խաղամոլ, թմրանյութ, խմիչք ու էլի տենց ինչ-որ բաներ, առաջի Աշուշենին որ մենք հավաքվել ենք ու ամենակարևորը դեղից ու խմիչքից փրկվենք, ամենակարևորը խաղալուց փրկվենք, երբ որ ես դաշը մեր մոտ մարդ է գալիս ու ինքը այն նպատակով է եկի որ կարևորը խմիչքից փրկվի կամ նարկոտիկից փրկվի, իրանք դենց էլ ասում են, կարևորը ստեղից փրկնեմ, իրան թվում են դեղից ինքս արդեն կգնամ, էլի, ինքս կգնամ, մենք արարված ենք որ մեր կյանքի մեջ մեր Աստված գա ու թակավորի ու փառավորի, ու երբ որ մարդը հոժար չէ, այս ամեն ինչը, ինձ էլ թվում է շատերը հետ հոժարել չեն լինում, մինչև որ չի գալիս կյանքերի մեջ խնդիրներ, դրա համար ասում եմ, խնդիրը ամենաբարենպաստ բանն է տիրոջը գալու համար, իշքան գեղեցիկ բառեր լսել ենք տիրոջից, իշքան մեզ պատմել են, ես մեզ չի ձգել, չի քաշել, ոչ բոլորի համար եմ ասում, մարդիկ կա կարող հենց այդ գեղեցկությունը լսելով, ու ինչ-որ միտեղ վազելով եկել է տիրոջը, բայց ես ու իմ հետիս աղբերները կվկայեն, որ մեզի իրոք Տերը բարերիս համար ներող եղեք, տուպիկայից ես վիճակներ ստեղծեց, մինչև բերեց, որ իրա հոդին խառնի, լնենց էչ որ մենք հոդին արդեն խառնված ենք։ Վերականգնողական կենտրոնը մամգոն աղբերն ունես լավ, սկզբնական շրջանն ասում էր վերակենդանացման բաժինն է, որտեղ որ մենք ես մարդկանց վերակենդանացնում ենք, որ հիվանդանոցի կան, հիվանդանոցն էլ եկեղեցին է, եթե մարդիկ եկեղեցու մեջ չհաստատվեն, ես չեմ հավատում, որ իրանք փրկվելու են, որովհետև եթե Տերն եկել է մարդու կյանքի մեջ ամենակարևոր բաժիններից մեկը հարսի կարգավիճակի մեջ լինելն է, Տիրոջը սպասելու համար, Տիրոջից փրկություն առնելու համար։ Ինչ է վերականգնողական կենտրոն, որ շատ կարճ համառոտ ես աղոթ ես ոնց առել եմ Տիրոջից, այդպես մատուցում եմ, վերականգնիր հարաբերություններդ Աստծու հետ։ Ու ոչ թե երբ որ Աստված խոսում է, անպայման իր խոսքով է խոսում։ Սաղմոսների մեջ գրված է «Պրիեժդե իշիցե լիցա Բոժելա»։ Պարավլի պամինոնի մեջ ասում է «Փնտրեք, ման արեք, քտեք» եւ Մատթեոս ավետարանիչը շատ հստակ ասում է «Всё остальное приложится». Պրիեժդե իշիցե Царство Божие։ Ման արեք, փնտրեք, քտեք ասում թագավորությունը մնացածը կտրվի։ Մնացածը կտրվի։ Ու ես վկա եմ, որ մնացածը տրվում է։ Ես որ առաջի անգամ լսեցի Բերտում էի նստած Խանանեի հողերի համար, որտեղ որ ասում է «Տիչոտ նոտի մալակո», ես այսօր դրա մեջ աղում եմ։ Այո, իմ կյանքի մեջ այսօր մեղր ու կատ է բխում Տիրոջից, փառք իրան ամեն ինչի համար։ Ու ուզում եմ սկզբից եղբայրներս մի համառոտ ամեն մեկը մի բան վկայել, բարձր սկանով դժվար կարողանա վկայել, բայց սկսենք մեր Արամայիս աղբերից Արամայիս ջան։ Ես 34 տարեկան եմ, իմ անունը Արամայիս է, ես 8 տարուց ավել ամենածանր թմրանյութերն եմ օգտագործել, որ 9 տարի։ Վերականգնողական կենտրոնի մասին տեղյակ եմ 2021 թվից։ 21 թվին դու աղբորից ծանոթացել եմ, այդ ժամանակվանից տեղյակ եմ, այն ժամանակ 4 ամիս եղել եմ, թողը գնացել եմ ու նորից վերադարձել եմ թմրանյութերին, այս անգամ հիմա արդեն 4 ամիսն աստեղ եմ, գալուցս մոտ մի 2 շաբաթ առաջ ես տուն չեմ գնացել, մոտ մի 2 շաբաթ, ասեմ որ իմ կինը ստեղ է, իմ կինն ու աղջիկը ստեղ են, իմ կինն էլ հոգևոր աղջիկ է, միակ պատճառն է, որ ինքը այդքան տարի կարացել է դիմանել վերացի հիասթափություններին ու բարդություններին։
երբ որ ես մի երկու շաբաթ արդեն տուն չէի գնացել, կենտրոն գալուց առաջ, կինս աղջիկացած գնացել են Ռուսաստան մեր բարեկամների մոտ, հետո մամայից է կինս իմացել իմ որոշման մասին, որ ես որոշել եմ կամ կենտրոն, գալուց օրը ինձ բարի բուն իմաստով Տերը իմ վերջի օրերից է վերցրել, գալուց օրը ես էլ էի հոգնել ամեն ինչից, ես էլ ուզում վերջվել ամեն ինչին, ու mən ձայնից ասաց մի մեռեմ, արի մոտ ապրեմ։ Կենտրոնի մասին որ գիտեի, ես մի անգամից հասկացա, որ Աստված է խոսում իմ հետ, որոշեցի գամ կենտրոն, որոշմանս մասին հետո մամայիցս կինս իմացել է, շատ հավանել է այն որոշումը, ու հետ եկե աղջիկս հետ, հիմա իրանք են ստեղ, կինս ու աղջիկս մեր մոտ էլի կանանց կենտրոնում են, ես է տղամարդկանց մոտ Պարկաստում, ամեն օր զարթում աղոտում ու հավատում ենք, որ Տերը մեր հետ է։ Տերը օրհնես։ Բարև ձեզ, Մանո Վրեժա, 34 տարեկան եմ, ներողություն եմ խնդրում, կարող է հայերեն մի քիչ բառեր վատ են մի քիչ հասկանում, էլի Ռուսաստանում եմ ես 30 տարի ապրել, մի տարի է Հայաստանում եմ, ուզում եմ մի հատ կարճ վկայություն տամ Տիրոջ գործերի համար, էլի հիմա իրա գործն է, որ ես ձեր դեմ կայնացեմ, որ սաղ եմ հիմա, էլի շանս է ինձ տվել, ես 19 տարի օգտագործել եմ նարկոտիկներ, թմրանյութեր, շատ ծանր, 15 տարեկանից։ Երկու անգամ մահացել եմ, կլինիկի սմերտի եմ մոտեղել, սիրտս կայնել է արդեն, բայց էլի Աստված ողորմած շանս է ինձ տվել կյանքին։ Ու կարճ պատմեմ ժամանակը քիչ է, արդեն թարգել էի 5 տարով ամուսնացել եմ, երեխա ունեմ 5 տարեկան աղջիկա, թարգել էի չէր օգտագործում, էլի այդպես 5 տարուց էլի սկսեցին օգտագործել, էլի ընկամ շատ վատ վիճակում, մի տարի առաջ ուղիղ ես մեռնելու վրա էի արդեն, քաշս արդեն 20 կիլո քիչ էի արդեն, սա բերքերի ջանաս, շատ վատ վիճակում էի, հետո աղբերը որ ասեց մեր եղբայրը ասեց տուփիկներ էր, ուզում Տերը կանչում էր, ես չէի հասկանում երևի, ոնց ինչի համար է սաղ ստեղծվում, Տիրոջ չէի հասկանում ինչ, հավատում եմ, ես իմ հավատքը կար, ես գիտեի, ես հավատում եմ մեր Տիրոջը, բայց սխալ, սուտի մեջ է էլի ապրում։ Ու վերջում անենց ստացվեց, որ ես ընկամ անենց օրի, որ կինս թեքվել էր ինձ, երեխես ինձ տենալուց լացում էր, չէր կարում, դեռ չմոդել չէր գալի, մամաս թեքվել էր ինձ, մենակ ապրում, թողել են, որ մեռն է, էլի, մի շաբաթ ժամանակ է մնում, արդեն Կոմա ամեն այդ ստեղծեց տուպիկովի սիտուացիաները Տերն այս տուպիկ դրեց, որ ինձի դեպորտ արեցին Ռուսաստանից, չգիտեմ ինչ պատճառը։ Եկամ Հայաստան, տուն վարձեցին, սկսեցին ապրել ստեղ, պայքարում ուզում էի, թե մինչև անհիշիմ այլ ուզում հատնեցի, կսեմ դեր Ռուսաստանում են, չի ստացվում, ինչ էլ անում է չի ստացվում, տո ադվակատները չեն ուզում գործը վերցնեն, տո ասում են չի ստացվելու, բայց տնենց չէ, որ տնենց գործ է, սկսեցին ստեղ ապրել, ստիպված սկսեցին Հայաստանում ապրել, միտեղ գնացին գործի, չստացվեց, երկրորդ տեղ չեմ հասկանում, ես սա 16 տարեկանից աշխատել եմ, ես ինքս ինձ պահել եմ, չեմ դժվարանում, ինչ անում է չէր ստացվում, այնց տուպիկ սազդավատարեցները, որ վсё, էլի արդեն գժվում էի մենակությունից, ու մի հատ հովիվին զանգեց, ասեց ուզում ես կենտրոն է, թաս, ես Ռուսաստանում եղել եմ կենտրոն, ես դեռ չէի պատկերացնում, ստեղ էլ կենտրոն կար Հայաստանում տեց։ Ռուսաստանում եղել եմ կենտրոն, գնացել եմ, առաջին որ տեսել եմ ոնց են իրանք օտարվեզներով աղոթում, ես վերջերս արդեն հավաքում եթում էի արդեն ասում, ինչ սեկտա եմ ընկել։ Ու տենց հասան ստե Հայաստանում, որ զանգեցին, ասում լավ է թան կենտրոն, գնացին հետո աղբորը ծանոթացամ, մի ամիս մնացին կենտրոնում, բայց ոնց որ համ հավատում եմ, համ չեմ հավատում, դից երկու լոտկի վրա ոնց որ կային եմ, էլի որ տենց հետո մտածեցին, որոշեցին մի ամսից հելնեմ գնամ, գնացին կենտրոնից ու մի 24 ժամ չի անցել հետ են եկե, ավտոբուսի մեջ եթում էի,
ու մի հատ տղա էր ինձ նստած նայում էր ինձ, վնիմացել նայում էր, հելամ ավտոբուսից, հետևիցս հելավ ու ասում է կարելի է քեզի երկու բառով, ասում հա հարց չկա, կարելի է ծանոթացանք հետը, ասում է Աստված մերիշքիդ հետևը կայնից, ասում է չես թողում ինքը մտնի, սրտիդ մեջ թիր տված թող Աստված մտնի։ Տենց շոկերը վտայեց էլի տենց, ասում խի ասում է Աստված ասեց քեզի տենց մոտիկանում ասել այդ բառերը։ Դրանց հետո ես հետ եկամ կենտրոն արդեն 7-րդ ամիս կենտրոնում եմ Փառք Աստծո համար։ Տնեցիկիս հետ սաղ լավ է, համարողշականս դզվել է սաղ Փառք Աստծուն։ Բարև ձեզ Փառք Տիրոջս հնարավորության համար։ Ես 52 տարեկան եմ։ 8 տարեկանից տնից դուրս եմ եկել, նախընտրել եմ փողոցները ապրելը, մտել եմ հանցագործ աշխարհի մեջ ու սկսել եմ 9 տարեկանից նարկոտիկ օգտագործել եմ։ 14 տարեկանում արդեն դատվա, 22 տարեկան ազատվել եմ, նորից էլ նույն շրջապատի մեջ, երկար տարիներ զոննայով եմ եղել, այսինքն սատանի հետ ապրել եմ վատ կյանքով։ Հետո երկու սպանեցի ու փախա գնացի Հայաստանից, դեպի արդեն հիմա բանկարկություն էր, կորցնելու բան չուներ, 30 տարեկան բռնեցին, բայց Աստծո ողորմությունով 15 տարի տվեցին։ Դրանից ազատվակ 44 տարեկանում արդեն ինչ-որ մատ հեղինակություն ունեի, հանցագործ աշխարհի մեջ, երկար տարիներ սրսկում էի, համարյա 40 տարի ու սկսա փդել եմ։ Ձեռներս փդավ, ես երկու ձեռներս ուզում էին կտրեին ոտս, բժիշկները անկարող էին ու մնացի ես իմ հետ եմ, որ ասում է ես իմ մեջ մենակ։ Ու մա դավ աղբեր եկավ, ասեց աղբեր ես, ասեց Դավութ ջան, ասեց Աստված կարա քեզ բժշկի։ Եվ որ ասում չեմ ճանաչել, մի քիչ այսօր խամեր։ Ամեն 5 տեղ դադրի մեջ է, վերջինը գեներալ Մանվելի տունն էի տալել։ Չէին դատում, որ գիտեին, այսօր վեկուց ես մեռնելու ես, ու այրան վարակում, այսօր շանս չկար ապրելու։ Եկա, հետո աղբորս մոտ, գարվո աղբորս մոտ վերապայնողական կեդրում ծառայեցին, որոշում կայացեցի, որ մի քանի օր մնամ։ Առավոտ որ զարթնա, դե ցավ չունեմ, բան չունեմ, ինձի թվում է մեռել, որտեղ դիգոներ ցավերը տնեմ։ Հետո որ տեսա տղեկը քայլում են, բան հասկացա, որ չեմ մեռել։ Մնացի բժիշկվա հաղորդելով թևերս դավացա, ոտս դավացա։ Ձերները ցույց տվի, ցույց տվեն այո։ Այդ բացի։ Շատ նայեք, ինքը սա տենց շարակի մեջ է, շարակ, վիճակի մեջ է, Հիմա ծառայում եմ, ավակ ծառայող եմ վերակայնողական կեդրում, տիրոջով ուստեմ կապել, որ մնամ ծառայեմ աղբերներից, ասպրես մա դավաղ չիկա տվել հոգևոր ես ամիս պսակում եմ, արդ տիրոջի ամենիչի համար։